Քարոզարշավի 23-րդ օրը Բերթավանում հեռացրին այն տղամարդուն, որ վարչապետի հետ վեճի էր բռնվել 300,000 ադրբեջանցիների թեմայի շուրջ։ Ասում է թուրքերի մոտ 300,000 գլուխը պատինա 300,000 Էսի ներքին լսարանի համար չի, այս մարդիկ աչք ունեն այս հողի վրա։ գլուխը պատինա Բարկացած Փաշինյանը հանգիստ էր կողբում, բացված սեղանի զարդը ամբողջական խոզներ։ Փաշինյանն առաջինը կաշինաղով համտեսեց, հետո ձեռքով քերթեց ու բաժանեց։ Սեղանի մյուս բարիքներից օգտվելուց հետո վարչապետը կրկին հիշեց խոզին, վերադարձավ, կենթանուն պտտեցին, որ տեսնեն, կաշի մնացել է։ Սահմանային ոսկեպարում խոսեց սահմանազատումից։ Սահմանազատումով ընթանում ենք իրար ծաղծկին, մենք ու Ադրբեջանը։ Դե ընթանում ենք ասում ենք լավ եկեք փակենք, որ այս երեխեքի վրա էլ խնդիր չունենա։ Կլասիկ թե որն է։ Բայց փող է։ Ծառուկյանն ալավերդիում էր լավ լուրերով։ Փող եք աշխատելու, գործ եք ունենալու, դամացիներ բարձր լինելու։ 5,000 դրամը ցույց տան, չէ՞ մարդ։ Թալանչի թաթիկները ջարդելու թեման կողմում կրկին հիշեց Փաշինյանը եւ ասաց. Մենք այդ կեղծ ասվածներին տապալել ենք գետնին։ Ծառուկյանը սպիտակում ստացավ նվեր, ինքն ու Հիսուսը։ Առույցներին էլ հիշեցին, բայց այլ թեմայով։ Մենք երեք ուր ենք 3,000 հատ տղա։ Առուծեք ու որ չկա, ես դա ընդունում եմ։ Ցանկացած գնով։ Այսպիսի խնդրանքներ էլ կային։ Ազատվենք, անունը չեմ տալու։ Այս չարիքից, այս բնության սխալից։ Կախվածա ձեզ։ Աղաչում եմ, պարտադրում եմ։ Աղաչ։ Քիչ անց սակայն խոստացավ, ցավն իրենով կանի ամեն դեպքում։ Կընտրեք ձեր ցավը տանեմ, չեք ընտրի ձեր ցավը տանեմ։ Քան ինչ տանի։ Աշտարակյան ելույթին թուղթ չօգտագործելն այսպես բացատրեց Ռոբերտ Քոչարյանը, ավարտվող քարոզարշավն անվանեց կեղտոտ, վարչապետին էլ քայլող ատելություն։ Ոգևորում են նրանից, որ իրար գզում են մարդիկ, սա է իրեն, այսպես աշխուժությունը եւ իստերիկ վիճակը պահող գործոնը։ Սա հոգեկան խանգարման հատկանիշ է։ Քաղաքացին տեր է, որոշող է, ավելի քան երբևէ։ Չի ուզում Ծառուկյանը վարչապետ դառնալ։ Որոշեք, որ ես պետք է գնամ, ես կթողեմ կգնամ։ Փաշինյանն ուզում է, բայց ժողովրդին է հնազանդ։ Զարմիկին կրկին հորեղբոր անունով են դիմավորում։ Սամվել Կարապետյանն ուզում է, բայց օրենքը թույլ չի տալիս։ Դիվան քշող սուպերհերոսին վարչապետ են տեսնում, բայց ընտրել չեն կարող Վանաձորցի այս երեխաները։ Ով է ուզում դառնալ վարչապետ մրցավազքի վերջին շաբաթն է, մնաց 6 օր։